Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մենք կրկին Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում ենք, որտեղ խաղային շաբաթը մեզ մոտ շարունակվում է ու արդեն երկրորդ դիվիզիոնի համար մեկնարկում է 5-րդ տուրը, որտեղ բացման խաղում մրցում են միմյանց դեմ Միլանն ու Ֆլամենգոն, շատ լարված հանդիպում է մեզ սպասվելու այս 50 րոպեների ընթացքում, այո, Բարսաշարային աղյուսակում պատկերը հենց այդպիսին է, որ իհարկե այսօր երկու թիմերն էլ պետք է փորձեն իրենց հերթական միավորները վաստակել, Միլանը ավելի առաջ շարժվելու համար, Ֆլամենգոն իհարկե առաջատարությունը պահպանելու համար, ովքեր տեղյակ չեն, իհարկե նշեմ Ֆլամենգոն երկրորդ դիվիզիոնի շրջանակներում առայժմ միակ ակումբն է, ով չունի կորցրած միավոր 4 հանդիպումից հետո ունեն Ֆլամենգոյի ֆուտբոլիստները տարած նույնքան հաղթանակ ու մրցում են այսօր առաջնությունում նոր վազք հավաքած Միլանի դեմ, ով իսկապես մեկնարկային հանդիպումները ձախողեց, այսպես ասենք, երկրորդ դիվիզիոնը մեկնարկեց մի փոքր անհաջող, բայց իհարկե արդեն խաղից խաղ Միլանը բարելավում է, նախորդ տուրում վաստակեցին իրենց առաջին 3 միավորը Արսենալի դեմ խաղում եւ այսօր բնականաբար այլ տրամադրվածությամբ են ներկա այս հանդիպանը։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ, սկսենք հենց Ֆլամենգոից Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1, Նտլովու Օրատիլը համար 2, Հայկա Զոհանյան համար 3, Վայե Սարգսյան համար 7, Արթուր Հակոբյան համար 8, Գևորգ Մկրտչյան համար 11, Նաթի Միավակ, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15 եւ Նելսոն Հարությունյան համար 22, Միլան Հովանես Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Յոնուս Ահմադ համար 3, Վիգեն Դուրյան համար 6, Վտանգավոր իրավիճակ էր հիմա Միլանի Տուգանային հրապարակում, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց Միլանի ֆուտբոլիստների համար։ Շարունակեմ ծանոթացնել Միլանի հայտարարությունը, Արսեն Բաբախանյան համար 7, Էրիկ Հունանյան համար 8, Արտաշ Ջուլիկյան համար 10, Լեքսո Սահակյան համար 14, Ծեյնան Խալացյան համար 19, Կորյուն Մխոյան համար 22, Գևորգ Գրիգորյան համար 30 ու հիմա արդեն Միլանը բացում է հանդիպան հաշիվը, հերթական գոլի հեղինակ է դառնում Միլանի ավագ Էրիկ Հունանյանը խփելով իր 101-րդ գնդակը Աֆելում։ Մեկ-0 Միլանը շատ արագ առաջ է հասնում հաշվում է ու հիմա արդեն տեսնենք Ֆլամենգոյի պատասխանը ինչպես է ստացվելու իսկապես կատարողական վարպետություն գործի դրեց Հունանյան այս իրավիճակում, այո, անհատական վարպետությունը գործի դրեց ու կարողացավ խփել այս դիմակայության առաջին գնդակը, տեսնենք Ֆլամենգոն բաց թողածից հետո արդեն ինչ կփորձի առաջարկել Միլանին, հիմա խաղի կանոնների խախտում է տեղի ունեցել Ֆլամենգոյի ֆուտբոլիստի դեմ պայքարում։ Բայց այո, ամեն ինչ կարծես կարգին է Մոսյանի հետ, այո, ֆուտբոլիստը կանգնեց, ոտքի ճիշտ է, Տուգանային արված ամեն դեպքում նշանակված է, բայց իհարկե այս իրավիճակում դա երկրորդական է, լավ է, որ Մոսյանը այսպես արագ առանց օգնության ոտքի կանգնեց, հիմա ստանդարտը տեսնենք հեռար արված, բայց բարձր է ստացվում այստեղ էլ, եթե չեմ սխալվում Օհանյանն էր հարված կատարողը, այո, Օհանյանի հարվածը բարձր ստացվեց այս իրավիճակում ու արդեն Միլանը կսկսի դարպասից։ Ամատ գլորում է գնդակը Դուրյանի ուղղությամբ։ Եվս մեկ փոխանցում դեպի Բաբախանյանը, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց այս անգամ Դուրյանի կատարած փոխանցում ու խորքից Ֆլամենգոն փորձում է գրոններից, հերթական գրոններից եւս մեկը սկսել։ Մկրտչյան
գլորեց գնդակ օրատիլեի ուղությամբ երկար փոխանցում առաջ, բայց այստեղ Սահակյանը հաջող գործեց, Հունանյանը այս անգամ շրջանցել չստացվեց Էրիկ Հունանյանի մոտ, գնդակը կրկին մնում է Ֆլամենգոյի ֆուտբոլիստերի տրամադրության տակ, շատ դասական գրոհ է փորձում ասել Ֆլամենգոն, բայց այստեղ կարողացավ Լեքսո Սահակյանը չեզոք հասնել վտանգը, Ահմադ լավն էր անցումը, բայց շատ հեռու թողեց գնդակը, եթե հասներ գնդակին իհարկե դա այլ պատկեր կունենար, բայց բավական, իսկապես բավական հեռու թողեց ու այդ գնդակին հասնելու համար իհարկե բավական մեծ արագություն էր անհրաժեշտ այս իրավիճակում։ Հակոբյան լավն էր անցումը, տեսնենք շարունակությունը ինչպես կստացվի Ֆլամենգոյի մոտ եւ անկյունային, այո, անկյունային է նշանակում մրցավարը, հենց Սահակյանից կարծես գնդակը հեռացավ դաշտի սահմաններից։ Անկյունայինի խաղարկումը տեսենք այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Միլանի կազմում, հիմա կա փոխանցումը ու հեռացված է գնդակ, այո, լքեց խաղադաշտը կարծես հենց թիմի ավակ Հունանյան ու նրա փոխարեն խաղադաշտ մտավ Միլանի երկրորդ համարը Վլադիմիր Անդրեասյան ու տեսնենք արդեն Անդրեասյան ինչ կփորձի առաջարկել Ահմադ դեպի աճողարկում գնդակը Սահակյանի ուղղությամբ, բայց մի փոքր անհաջող Սահակյանն ընդունեց այստեղ գնդակ ու Նելսոն Հարությունյանն է շարժվում առաջ, բայց փոխանցումը ուղիղ բաժին հասավ Միլանի դարպասապ Հովհաննես Ղազարյանին նետում դեպի Բաբախանյան եւ այո կա խաղի կանոնների խախտում այս իրավիճակում Բաբախանյանի դեմ պայքարում Ստանդարտը տեսնենք Բաբախանյան կա փոխանցում Դուրյանը արդեն հարցակման գծում է ու նույնիսկ հարված կատարեց Վիգեն Դուրյանը, բայց այստեղ եթե չեմ սխալվում հենց օրատիլ են այո փակեց հարվածի ճանապարհը Մկրտչյան գրոհում է հիմա Ֆլամենգոն բավական արագ են թիմերը մեկը մյուսի դարպասի ուղղությամբ գրոհներ անցկացնում եւ այո այստեղ ամեն ինչ շատ ճիշտ նշանակեց մրցավարը վերջում գնդակը հեռացավ հենց Հայկ Զոհանյանից ու հարված նշանակեց մրցավարը դարպասից Գալացյան կհասնի իհարկե այս գնդակին Շարունակությունը տեսնենք դեպի կենտրոն ուղարկեց Խալացյանը գնդակը Ջուլիկյանի ուղղությամբ Ահմադ կրկին Ջուլիկյան մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը, բայց ամեն դեպքում ճիշտ է կորցրեց Միլանը գնդակը, եթե մի փոքր ավելի շուտ կորցներ, ապա ավելի վտանգավոր կլիներ, հիմա այնպես չէ վտանգը անետացած է, բայց արդեն այո Հակոբյանը չհարվածեց ու հիմա Միլանը կփորձի գրոհ սկսել շատ լավ նկատեց Դուրյանին Խալացյանը, բայց Դուրյանի փոխանցումը այստեղ մի փոքր անհաջող ստացվեց Հակոբյան երկար փոխանցում առաջ Ահմադն առաջինն է արձագանքում գնդակին ու տեսնենք Միլանը փորձում է այո տեսեք Սահակյանը պայքարում է եւ ինչ այստեղ չտիպավ ձեռքին ոչ չկա ոչինչ շատ մոտ է տարածությունը եթե ամենայն դեպս ձեռքով խաղել կար ապա իհարկե այս իրավիճակում չի նշանակվի Խախտումը հիմա վտանգավոր է Դավիթ Սարգսյան թույլ է ստացվում հարվածը ու մրցավարը տեսնենք հիմա այս դրվագի հետ կապված ինչ որոշում կայացնի այն որ խախտում կար Հարությունյանի դեմ պայքարում Նելսոն Հարությունյանի դեմ պայքարում դա ակնհայտ երևաց բայց իհարկե շարունակվում էր Ֆլամենգոյի գրոհը այդ իսկ պատճառով չսուրեց մրցավարը իսկ հիմա հասկանանք ինչ է պատահել Հարությունյանին Ամեն ինչ կարգին է Հարությունյանի հետ կանգնեց ոտքի Նելսոն Հարությունյանը շարունակում ենք հանդիպումը Դուրյան երկար փոխանցում դեպի Բաբախանյանը բայց Մոսյանը կարդացել էր այս մտահղացումը ու հիմա արդեն երկրորդ տեմպով Միլանը կփորձի գրոհել բայց այստեղ էլ Հակոբյանն է առաջին արձագանքում գնդակին դեպի Դավիթ Սարգսյանը ուղարկելով Պայել է գնդակը Սարգսյանը դաշտի սահմաններում իսկ այստեղ արդեն մաքուր գործեցին Միլանի ֆուտբոլիստները Ջուլիկյանը շատ հաջող կանգնեց գնդակի ճանապարհին Դուրյան մեկ հպումով առաջ, բայց չկար ոչ ոք այստեղ։ Խաղընկերներից ու Եսիս նետելու է Ֆլամենգոն այո շատ ակտիվ, շատ դինամիկ ֆուտբոլի հականատեսն ենք լինում։ Ահմադ հեռացման փորձ իհարկե Միլանը հիմա փորձում է որքան հնարավոր է իհարկե պահել այս ձեռք բերած առավելությունը թեկուզ մեկ գնդակի, բայց
իհարկե պետք է կարողանալ այդ առավելությունը պահել, իսկ ամբողջ խաղի մասին չեմ ես խոսում, իհարկե դեռ հանդիպումը կարելի ասել նոր է մեկտարկել, ընդամենը 11 րոպե անցել հանդիպան մեկտարկից ու դա դեռ ոչինչ չի նշանակում, որ Միլանը հաղթողի կարգավիճակում է։ Իհարկե Ֆլամենգոն հիշեցնեմ, որ երկրորդ դիվիզիոնի առաջատարն է 4 հանդիպումից հետո 12 միավորով Ֆլամենգոն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց այստեղ շատ կոպիտ սխալ էր ու Միլանը կարող էր այս դրվագում նույնպես հաջող օգտվել Ֆլամենգոյի սխալից, բայց հիմա հակագրոհի կարող է անցնել Ֆլամենգոն այստեղ էլ Հոհանյանի փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց։ Սխալ Միլանից Օհանյան եւս մեկ փոխանցման փորձ փակվեց գնդակի ճանապարհը ու այստեղ չկա խաղի կանոնների խախտում գրոյի անցնում Միլանը Դուրյան դեպի Խալացյանը եւս մեկ փոխանցում Դուրյանի ուղղությամբ, բայց Մոսյանը այստեղ առաջինն է հասնում գնդակին ու սկսում է Ֆլամենգո եւս մեկ գրո այստեղ էլ Հունանյանը հրաշալի գործեց, բայց Մոսյանը տեսեք ինչպես է պայքարում միջև վերջ, այո դուլ չտվեց հակագրո սպառնա Ֆլամենգոյի դարպասի ուղղությամբ։ Ու ես իրից միայն հիմա կնետի Միլան, այո, ընդամենը վարկյաններ են ֆուտբոլիստերին բաժանում մեկը մյուսի դարպասի ուղղությամբ հակագրո իրականացնելու համար այս երկար նետումն էլ հաջող իրականացված էր, բայց Մկրտչյանը հեռացեց գնդակը Ջուլիկյան գուցե հեռվից փորձի ոչ, սա փոխանցում էր ու Հունանյանն ինչ ասավ այս իրավիճակում գնդակը ավելի շուտ ավելի լավ արձագանքեցին այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Բաբախանյան Հակոբյանն բաժին ասավ գնդակը, բայց տեսեք նորից Բաբախանյանը փորձում է պայքարել գնդակը դաշտի սահմաններին պահելու համար դուրս չի եկել, այո գնդակը հիմա արդեն եզիս կնետի Ֆլամենգոն Եզրային նետումն իրականացված է Հարությունյան ու եզիս կնետի, այո Միլանը հենց Նելսոն Հարությունյանին վերջում դիպավ գնդակ ու նոր դուրս եկավ դաշտի սահմաններից Դուրյան Իհարկե եթե Միլանը կարողանա կրկնապատկել առավելությունը, դա էլ սցենար կունենա, եթե Ֆլամենգոն հավասարեցնի հանդիպան հաշիվը, իհարկե դա արդեն այլ ինտրիգ կառաջացնի, իհարկե Ֆլամենգոն կգնա հաղթանակի հետևից, ճիշտ է Միլանը նույնպես այստեղ է կրկնում եմ հերթական 3 միավորին արժանանալու համար կասկածից դուրս է, որ երկու կողմերից որևէ մեկը այստեղ չի եկել իհարկե հաղթանակի համար, երկուսը էլ ցանկանում են իրենց հերթական 3 միավոր ունենալ Ֆլամենգոն շարունակելու համար 100% արդյունքը երկրորդ դիվիզիոնում Միլանն էլ փորձելու միավորների տարբերությունը կրճատել, ճիշտ է առաջնային մրցակիցը Միլանի համար Ֆլամենգոն չէ, բայց Միլանը հաղթանակի հասնելու դեպքում ժամանակավորապես պատկերացնում է Գեորգ 13-րդ հորիզոնականից քայլ կկատարի մինչև 6-րդ հորիզոնականը գտնվող Արատով այս պահին ունի 6 միավոր իր ակտիվում պատկերացնում եք 7 մրցաշարային աղյուսակում 7 հորիզոնականոց քայլ այսպես անվանենք, հա ճիշտ է դեռ կսպասի այս տուրում մրցակիցների հանդիպումներին, այնպես չէ որ բոլորը կսայթակեն, բայց իհարկե այն որ Միլանը առնվազն 1, 2, 3 հորիզոնական կարող է վեր բարձրանալ, դա կասկածից դուրս է այստեղ Ահմադը սխալվեց, բայց հետո էլ ուղեց իր սխալը Հակոբյան կատարեց եզրային նետումը Հակոբյան նորից բաժին ասավ գնդակը նրան ինչ լավն էր այս փոխանցումը, բայց իհարկե Օհանյանը չասավ այս գնդակին, այն որ լավ կատարեց խաղանկերը փոխանցում, դա երևաց պարզապես մի փոքր ուժեղ է Դուրյանը կրկին իրեն բնորոշ դիրքում է այս րոպեներին հանդես գալիս պաշտպանությունում Իհարկե, եթե հիշում եք ընդամենը րոպեներ առաջ նա արդեն հարձակման գծում էր ու կարող էր եզրափակում տալ Միլանի գրոհին Ջուլիկյան Հունանյան Դորիս Ջուլիկյան գեղեցիկ էր, բայց այստեղ Մկրտչյանը հասցնում է փակել Ջուլիկյանի հարվածի ճանապարհը, ինչ խաղարկում կատարեց Ջուլիկյան Հունանյան այս զույգը ու շատ մոտ էր Միլանը երկրորդը խփելուն այս խաղում, բայց այս անգամ Ֆլամենգոյի բախտը ժպտաց, իսկապես Միլանը լավ տեսք ունի, նաև այսօր անկյունային իրականացված է Ահմադը չհասավ գնդակին ու կրկնակի անկյունային, այո
Երկրորդ համույթը ճանկյունային, այսպես ասենք կլինի Ֆլամենգոյի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս անգամ ինչպես խաղարկեն անկյունայինը Միլանի ֆուտբոլիստները Հունանյանը նորից փոխանցում ու ուղիղ Բլնդոյանի ձեռքերին բաժին ասավ գնդակ այո սուր փոխանցում էր կատարել Հերիկ Հունանյանը բայց Ֆլամենգոյի դարպասապահը այս իրավիճակում շատ վստահ գործեց Սարգսյանն է շարժվում առաջ Հունանյանի հետ պատխաղարկում ու Ջուլիկյանը հասնում է հեռացնել գնդակը եւ տեսեք Հունանյանը որտեղից է արձագանքում այս գնդակին այո նահանջեց ու կարողացավ այդ դրվագում պահել Միլանի համար գնդակը ճիշտ է հետո կորցրեցին Միլանի ֆուտբոլիստները ընդամենը վարկյաններ անց բայց իհարկե այն նվիրվածությունը որը Միլանը ցույց է տալիս այս հանդիպման ընթացքում ներկա պահին խաղադաշտում իհարկե ակնհայտ երևում է հիմա Ֆլամենգոյի գրոհ հիմա էլ Ղազարյանն է փրկում Միլանին վեր ազգոլից սա էլ Ֆլամենգոյի առաջին ու ամենավտանգավոր պահն էր այս խաղում որով շատ մոտ էին հանդիպման հաշիվը հավասարեցնելուն իսկապես լավ էր արվածել Նելսոն Հարությունյանը բայց Միլանի դարպասապահ Հովհաննես Ղազարյանը շատ ճիշտ դիրքում է տեղակայված Օհանյան եւս մեկ հարված ու բարձր է ստացվում հիմա էլ Հայկա Զոհանյանի կատարած հարվածը ու Միլանը խորքից փորձի եւս մեկ գրոհի անցնել Ջուլիկյան դեպի Դուրյանը Դելորեց Անդրեասյանի ուղղությամբ Դուրյանը Ահմադ ու երկար փոխանցում ու ինչ փոխանցում դեպի Արսեն Բաբախանյանը ստացվեց այստեղ Ահմադից Ջուլիկյանին է հասյակում Բաբախանյանը գնդակը կա չկա խաղի կանոնների խախտում ամենայն դեպս գնդակով Միլանն է Բաբախանյան Հունանյանը մտավ Տուգանայինի մատույցներ բայց հարվածեց հենց Բաբախանյան ու Բլնդոյանը միջամտեց այս իրավիճակին նորից Միլանը կիրականացնի անկյունային Կա փոխանցումը Բլնդոյան այստեղ սխալվեց դարպասապահը բայց լավ է որ ամեն ինչ լավ ավարտվեց այս իրավիճակում Ֆլամենգոյի համար այո դուրս եկավ դարպասից ու չֆիքսեց առաջին իսկ հնարավորությունից գնդակը ու Ահմադը կարող էր շատ լավ օգտվել այս իրավիճակից բայց տեսեք ինչ պատասխան գրով Ֆլամենգոյից ու այստեղ արդեն Օհանյանի հարվածն ենք տեսնում որը շեղությամբ է ստացվում բայց բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստների միջև Օհանյանի հարված կատարելը Դուրյան երկար փոխանցում Մերիկ Հունանյանի ուղղությամբ շատ հաջող պահեց գնդակ Հունանյանը շատ լավներ անցումը ու տեսնենք շարունակությունը Հունանյանի մոտ ինչպես է ստացվելու բայց միանգամից երկու մրցակից շրջափակեց նրան իսկ այստեղ Հունանյանը տեսեք պայքարում է միջև վերջ խլում է Միլանը գնդակը ու Օրատիլեն Արդյոք չխախտեց խաղի կանոնները այստեղ Ջուլիկյանի դեմ պայքարում ամենայն դեպս մրցավարը ոչինչ չարձանագրեց այս դրվագում Սարգսյան ուսուլում է հիմա մրցավարը հասկանանք ինչ է պատել Ջուլիկյանին Ինչի՞։ Ախպեր էսի բանա տվեք։ Թոքտավազ գնդակա։ Ծափարություն էր երկու թիմերին էլ այս իրավիճակի համար իսկապես Ֆլամենգոն դադարեցեց իր վտանգավոր գրոհը հասկանալու համար ինչ է պատահել Ջուլիկյանին Միլանն էլ գնդակը հանձնեց մրցակցին այո ծափարություն էր այս քայլի համար երկու թիմերին էլ իսկապես ֆուտբոլ լարվածություն բայց իհարկե այսպիսի իրավիճակները շատ լավ են գնահատվում ֆուտբոլում հատկապես սիրողական մրցաշարերում հիմա արդեն ես իսկ կնետի Ֆլամենգոն Սարգսյան կատարված է եզրային նետում Հակոբյանի ուղղությամբ Ջուլիկյան ու այստեղ
Նորից եզիս կնետի Ֆլամենգոն։ Հակոբյան կա, փոխանցում այստեղ էլ առաջինը Անդրեասյանը արձագանքեց գնդակին, իսկ ինչ էր հետո։ Եզրային հետո է իրականացնում նորից Ֆլամենգոն ու այստեղ լավ չհասկացան միմյանց Օհանյանն ու Սարգսյանը եւ գնդակը կլինի Միլանինը։ Այո, առայժմ Հունանյանի խփած գնդակը միակ տեղ խաղադաշտում, որի շնորհիվ այս րոպեների դրությամբ հաղթում է Միլանը 1-0 հաշվով Ֆլամենգոին։ Հալացյան պահեց գնդակը, թողեց Դուրյանին, երկար փոխանցում, բայց Մոսյանը այստեղ շատ լավ է դիրքավորված։ Տեսեք ինքն էլ շարժվում է առաջ, ինչ արագություն զարգացեց Սուրեն Մոսյանը դեպի կենտրոն, բայց արդեն երկու մրցակից դիմավորեց դրան ու տեսեք հավարության շնորհիվ կարողանում է պահել գնդակը Մոսյանը, Հակոբյան ինչ է այստեղ Ֆլամենգոն կնետի եզից, այո։ Սարգսյանը այստեղ արդեն կորցրեց գնդակը Ֆլամենգոն, լավ չհասկացան միմյանց ֆուտբոլիստները Ֆլամենգոյի։ Երկար փոխանցում առաջ, Մոսյանն առաջինն է եւ եւս մեկ փորձ Էրվից Օհանյանից, այստեղ է չեղությամբ է ստացվում Օհանյանի կատարած հարվածը։ Այո, խաղակեսը մոտենում է ավարտին, 5 րոպեից ավելի քիչ է մնացել առաջի խաղակեսի ավարտին։ Եվ տեսնենք խաղակեսի վերջնամասում թիմերը ինչ կառաջարկեն մեզ, ինչ կփորձի անել մինչև ընդմիջման գնալը Ֆլամենգոն հաշիվը հավասարեցնելու համար, ինչ կփորձի առաջարկել Միլանը գոնե առավելությունը պահպանելու համար, այնպես որ շատ լարված վերջնամաս կունենանք իհարկե այս մի քանի րոպեների ընթացքում, բայց դա եթե իհարկե այսպես ասած արտեսովոր ոչինչ տեղի չունենա, այս 5 րոպեների ընթացքում ինչը շատ նորմալ է, հա, այսպես ասեմ, այս կարճ ժամանակահատվածում այն էլ այսպիսի թիմերի մասնակցությամբ դարպասի գրավում տեսնել, ովքեր ոչ միայն լավ հարձակման գիծ ունեն, այլև փայլուն պաշտպանություն, իհարկե երկրորդ խաղակեսում մենք այլ սցենարով հանդիպում ենք դիտելու, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Հեռացեց Դուրյանը գնդակը։ Ու եզից նորից Ֆլամենգոն կնետի, Սարգսյանը ուղարկում է գնդակը Հայկազ Օհանյանին, գնդակի տեղափոխություն դեպի Հակոբյանը, Հակոբյան լավ պահեց գնդակի մոտ Արթուր Հակոբյանը, կատարեց նաև փոխանցում Նելսոն Հարությունյանին, ստացվեց Հարությունյանի անցումը, բայց նույն բանը անել արդեն Հունանյանի դեմ պայքարում չստացվեց, շատ լավ գործեց Էրիկ Հունանյանը ու Միլանը կարող է հակագրոհել, հերվից փորձ այստեղ ու շեղությամբ է ստացվում Խալացյանի հարվածը, շատ արագ կողմնորոշվեց Միլանի 19 համար Սեյդան Խալացյանն ու շատ ճիշտ վարվեց հարված կատարելով, նկատել է որ դարպասապա Մեսո Բլնդոյանը դարպասից մի փոքր առաջ է եկել ու փորձեց հեռար հարված կատարելով գրավել դարպասը, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց։ Հիմա Դուրյանը փայլուն է պաշտպանվում այս իրավիճակում։ Ահմադ դեպի Դուրյանը։ Դուրս է եկել, այո, գնդակը դաշտի սահմաններից Դուրյանի փոխանցումից հետո Դավիթ Սարգսյան գլորում է գնդակը Օրատիլը ընկրկի Սարգսյան դեպի Վայ Սարգսյանը գլորեց գնդակը լավն էր փոխանցումը դեպի Հակոբյանը Նելսոն Հարությունյան Հակոբյան լավ նկատեց Դավիթ Սարգսյանին ու կատարեց փոխանցումը Սարգսյանն էլ հարվածում է ու վաստակում անկյունային հարված, այո Աստիճանաբար Ֆլամենգոն մոտեցավ Միլանի դարպասին այս մանր փոխանցումներով Անկյունայինի խաղարկումը իրականացված է, բայց Օհանյանի հարվածը բավական բարձր է ստացվում այս իրավիճակում ու հարված կլինի կրկին Միլանի դարպասից, այո, խաղակեսը մոտեցավ ավարտին, շատ քիչ խաղաժամանակ մնաց թիմերին առաջի խաղակեսում Ահմադ հեռացած է գնդակը ու շատ հաջող էլ հեռացեց Ահմադը գնդակը
Հիմա էլ շատ ցավալի բախում տեղի ունեցավ երկու ֆուտբոլիստի միջև, կարծես Էրիկ Հունանյանը Միլանից ու Սուրեն Մոսյանը Ֆլամենգոից բախվեցին միմյանց այս իրավիճակում։ Ու հիմա հասկանանք ինչ է պատահել երկու ֆուտբոլիստներին։ Լավ է, որ երկու ֆուտբոլիստերներ ոտքի կանգնեցին ու նրանց հետ ամեն ինչ կարգին է, այո, իսկապես երկու ֆուտբոլիստերն էլ, եթե հիմա չկարողանային շարունակել այս հանդիպումը, թե Մոսյանը, թե Հունանյանը, դա թիմերի համար մեծ կորուստ կլիներ, հատկապես այս հանդիպման համար։ Հանձնեց Ֆլամենգոն գնդակը Միլանին, բայց մրցավարը հենց այստեղ էլ ավարտում է խաղակեսը 1-0 հաշվով առայժմ հաղթում է Միլանը կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Միլան Ֆլամենգո հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո Միլանի հավաք Էրիկ Հունանյանի խփած գնդակի շտորին 1-0 հաշվով հաղթում է Միլանը ու տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչ կառաջարկեն մեզ։ Եկեք նորից վերիչենք թիմերի հայտարարությունները, սկսենք Ֆլամենգոից։ Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1, Օրատիլը համար 2, Հայկա Զոհանյան համար 3, Վայս Արքսյան համար 7, Արթուր Հակոբյան համար 8, Գևորգ Մկրտչյան համար 11, նա թիմի ավագ է, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15 եւ Նելսոն Արությունյան համար 22։ Եզից կնետի Միլանը ծանոթացնեմ նաեւ Միլանի հայտարարությանը Հովանես Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Յոնուս Ահմադ համար 3, Վիգեն Դուրյան համար 6, Արսեն Բաբախանյան համար 7, Էրիկ Հունանյան համար 8, նա թիմի ավագ է, Արտաշ Ջուլիկյան համար 10, Լեքսո Սահակյան համար 14, Կորյուն Խալացյան համար, ներողություն Սեյդան Խալացյան համար 19, Կորյուն Մխոյան համար 22 եւ Գևորգ Գրիգորյան համար 30։ Հաղարկում են ստանդարտը Ֆլամենգոյի ֆուտբոլիստները, Օրատիլը գլորում է գնդակը, Մոսյանի ուղղությամբ ստացավ պատասխան փոխանցում եւ կարողացավ այո պայել ամեն դեպքում գնդակը դաշտի սահմաններում, սա երկար փոխանցում է Ահմադը թույլ չտվեց գնդակը հասցի իրենից, ու Միլանի պատասխանը կարող էր գեղեցիկ ստացվել, եթե Հունանյանի այսպես ասած մտահաղացումը իրականանար։ Օրատիլը երկար փոխանցում առաջ դեպի Մկրտչյանը հասավ գնդակը Մկրտչյանին ու ինչ է այստեղ եզրային նետում է այո նշանակում մրցավարը Ֆլամենգոյի օգտին եզրայինը նույնպես իրականացված է Հակոբյանի փոխանցումը շատ գեղեցիկ էր եթե Օհանյանը հասներ ու եզրափակում տար ապա ավելի հետաքրքիր կտե խաղարկումը կստացվեր Ֆլամենգոյի երկու ֆուտբոլիստների կատարմամբ բայց հիմա Միլանն է պատասխան գրոյի անցել Հունանյան գնդակի տեղափոխություն կարող էր իհարկե պայել ու շարժվել ինքն էլ առաջ ուներ տարբերակ բայց ամեն դեպքում դուրս չեկավ գնդակ ու պահում է Միլանային դաշտի սահմաններում եւ տեսեք ինչ գրոհի են անցնում Միլանի ֆուտբոլիստները Հունանյան աչքերում ստացավ գնդակը ու տեղափոխում է գնդակը Վիգեն Դուրյանի ուղղությամբ Հունանյանը Ջուլիկյան շատ լավ է խաղարկում Միլանը գնդակը Խալացյան Ջուլիկյան բայց այստեղ չհասկացավ Խալացյանը Ջուլիկյանին ու Եզից նետի Ֆլամենգոն այո կորցրեցին գնդակ այս իրավիճակում արդեն Միլանի ֆուտբոլիստները Հակոբյան Ռիսկային էր մի փոքր, բայց ամեն դեպքում կարողացավ Ֆլամենգոն այս իրավիճակում լավ դուր գալ պաշտպանությունից, սա հեռացման փորձ էր, բայց իհարկե, եթե մի փոքր ուժեղ լիներ գնդակի ընթացքը կարող էր նաև հարվածի վերածվել այն։ Սահակյան գլորում է գնդակ Ահմադին,
Իսկ սա սխալ էր Միլանի ֆուտբոլիստերի կատարմամբ, տեսնենք Ֆլամենգոն ինչպես կօգտվի այս հնարավորությունից, բայց Մկրտչյանի հարվածը բարձր է ստացվում այս իրավիճակում։ Խալացյան, Սահակյան ներողություն։ Գլորում է գնդակ Ահմադի ուղղությամբ։ Տուրյանը ստացավ Ահմադից գնդակը շատ լավ նկատեց Խալացյանին ու կատարեց փոխանցումը, տեսեք կարող էր այս մանր փոխանցումներով Միլանը կրկին գրոհի հասնել, բայց այստեղ Հունանյանը նորից վերականգնում է գնդակը Միլանի համար, Խալացյան Դուրյանն արագացավ ձախտևից, ստանում է գնդակը Վիգեն Դուրյանը, բայց այստեղ արդեն Մկրտչյանը հաստրեց նահանջել ու պաշտպանվել, դուրս չի եկել արդյոք գնդակը դաշտի սահմաններից, ոչ ու հիմա արդեն այո Եզից պետք է նետի Միլանը, այո, Ֆլամենգոյի ֆուտբոլիստից վերջում դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Դուրյանն է կատարելու եզրային նետումը Հունանյանի ուղղությամբ ու ինչ իրավիճակ էր այստեղ թե Հունանյանի հարվածներ գեղեցիկ թե դարպասապան Մեստրո Բլնդոյանի կատարած սեյվը այս իրավիճակում այո եթե ստացվեր Հունանյանի հարվածը դիպուկ հիշում եք նախորդ խաղում երբ հաղթեց Միլանը Արսենալին Հունանյանը նման հարվածով աշկի ընկավ ու այնտեղ նույնպես չժպտաց Հունանյանի բախտը այդ կիսա շրջադարձ հարվածի ժամանակ իսկապես շատ լավն էր եթե չեմ սխալվում այն դրվագում արդեն Բաբախանյանն էր փոխանցում կատարողը Հունանյանին ու եթե իհարկե երկու խաղերում էր ստացվել Հունանյանի հարվածներից գոնե երկուսից մեկը ստացվեր ապա շատ գեղեցիկ գնդակ կտեսնենք մենք Միլանի ավակի կողմից իհարկե այսօրվա խփած գնդակը նույնպես անհատական վարպետության արդյունք էր դրա մասին խոսքեր չկան, բայց իհարկե էլ ավելի շքեղ գնդակներ կարող էին տեսնել նրա կատարմամբ։ Հիմա հարված կլինի Հովհաննես Ղազարյանի պաշտպանած դարպասից, դլորում է գնդակը Դուրյանի ուղղությամբ։ Երկար փոխանցում առաջ դեպի Մկրտչյանը, բայց այստեղ ինչ իրավիճակ է Մոսյան։ Բայել է գնդակը Մոսյանը։ Դուրյան այստեղ ռիսկի են դիմում երկու ֆուտբոլիստներ, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց, ստանդարտը կլինի Միլանի ֆուտբոլիստների օգտին։ Դուրյանը խաղարկի գնդակը, սա փոխանցում էր ու հիմա դադարեցեց մրցավարը հանդիպումը, Օհանյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու շատ մոտ էր տարածությունը բավական բարդ հարված ստացավ իր վրա Հայկազ Օհանյանը։ Հիմա Կասուլիչը արդեն այս անգամ ոչ թե փոխանցում, այլ խաղարկում գնդակի Սահակյան շարժվեց առաջ ու շատ լավ էր մտածել անկեղծության համար ասենք եթե հասներ գնդակը Հունանյանին ապա ամբողջովին կարդարացվեր Ալեքս Սահակյանի այս գործողությունը, բայց իհարկե փակվեց գնդակի ճանապարհը, հիմա Եզից են նետելու Միլանը Եզրային նետում իրականացվածը երկար փոխանցում առաջ բայց այստեղ Մեսրո Բլնդոյանի բաժին ասավ գնդակը Օրատիլ է սա խաղի կանոնների խախտում չկար արդյոք այստեղ իսկ հիմա մրցավարը կարծում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում կարող է դիտել այս դրվագի կրկնապատկերը Բաբախանյան դրա կարիքը կարող է չլինել, բայց Օրատիլեն փրկում է իսկ հիմա այո մրցավարը կդիտի այդ դրվագի կրկնապատկերը հասկանանք Հունանյանը խախտեց խաղի կանոնները թե Օրատիլեն Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու այո կար միջև Հունանյանի նկատմամբ խաղի կանոնների խախտում հենց Էրիկ Հունանյանի կողմից ու ստանդարտ է նշանակված Ֆլամենգոյի օգտին այո եթե չխախտեր Հունանյանը խաղի կանոնները 11 մետրանոց հարված կնշանակվեր քանի որ նրա դեմ պայքարում Օրատիլեն նույնպես խախտեց խաղի կանոնները բայց իհարկե առաջին խախտումը տվյալ դրվագում իրականացեց հենց Էրիկ Հունանյանը Նելսոն Արությունյան Ղազարյան այստեղ
Հեռացեց Արությունյանի հարվածը ու անկյունային է վաստակում։ Այս իրավիճակում Ֆլամենգոն Անկյունային խաղարկումը տեսնենք ցածից փոխանցում Հակոբյան հաշիվը հավասար է սատանային աշխատանք էր, որը շատ հաջող են օգտագործում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները հավասարեցնելով հանդիպան հաշիվը 1-1։ Մեկ հաշիվը հավասար է Արտուր Հակոբյանը գրավում է դարպաս, այո, սա անկյունային իսկապես գեղեցիկ խաղարկում էր, որը շատ հաջող իրականացեցին Ֆլամենգոյի ֆուտբոլիստները, հիմա էլ միանգամից Ֆլամենգոն նետվեց առաջ ու Ղազարյան այստեղ արդեն փրկում է Միլանին, հիմա հանդիպումը ավելի է հետաքրքրանում, այս փոխանցումը լավ է դեպի Բաբախանյանը միացավ Հունանյանը, գրոհին Բաբախանյան կրունկով փոխանցում, ինչը կատարվում արդեն խաղադաշտում, լարվածություն է առաջանում իսկապես ֆուտբոլիստերի գործողություններում, ինչը խոստանում է հանդիպան վերջնամասը էլ ավելի հետաքրքիր դարձնել, Դուրյան մաքուր սահանքում հիմա էլ Դուրյանի կողմից ու տեսեք հակագրոնները թիմերի կատարմամբ Խալացյան հանդիպումը միանշանակ ակտիվացավ Սեյրան Խալացյան ու Բլնդոյանը վերցնում է գնդակը նետելով այն Վայս Արցյանի ուղղությամբ ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ, այո նա կատարեց անկյունայինի խաղարկումը Դավիթ Սարգսյան Դեպի կենտրոն Հակոբյան, Սարգսյան գեղեցիկ խաղարկում է, շարժվում է առաջ Սարգսյանը բայց հեռու թողեց ու Լեքսո Սահակյանն է հաջող գնդակի խլում իրականացնում, փոխանցում դեպի Հունանյանը ու այստեղ հակագրոհը չստացվեց Միլանի ֆուտբոլիստերի կողմից, հիմա էլ արդեն հակառակ պատկերն է դեպի Միլանի դարպասը տանող Հակոբյանն է գնդակով Աչից կա տարբերակ, բայց հերվից հարվածեց Հակոբյանը ու Սահակյանը իր վրա է ընդունում հարվածը Խալացյան դեպի Հունանյանն է գլորում գնդակը, Հունանյանն էլ նկատեց Բաբախանյանին, բայց փոխանցումը լրիվ այլ ուղղությամբ ստացվեց, քան շարժվեց Արսեն Բաբախանյանը Սարգսյան Հակոբյան Երկար փոխանցում առաջ մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու հարված կտեսնենք արդեն Միլանի դարպասից այո թիմերը մեկական գնդակներով արդեն փոխանակվել են այս խաղում դեռ 15 րոպեից մի փոքր ավելի քիչ էլ կա հանդիպման ավարտին ու տեսնենք այս մնացած ժամանակահատվածում ով ավելի արդյունավետ կօգտագործի ժամանակը իր համար Հունանյան լավն էր փոխանցման փորձը, բայց հեռացեցին ամեն դեպքում գնդակը Ֆլամենգոյի ֆուտբոլիստները Նելսոն Հարությունյան, սա կարող է հակագրոհ լինել Ֆլամենգոյից, բայց այստեղ Ամադը խախտեց այո խաղի կանոնները ու ստանդարտ իրականացնի Ֆլամենգոն այս իրավիճակում Տեսնենք ինչպես կստացվի այս խաղարկումը Կասուլիչը սա նորից տնային աշխատանք էր, որից շօգտվեցին Ֆլամենգոյի ֆուտբոլիստները ու հակագրոհ Միլանից Բաբախանյան, ինչը այստեղ Բլնդոյանը մաքուր կարծես այո գործեց այս իրավիճակում, հետո էլ արդեն Հունանյանը խախտեց խաղի կանոնները դարպասապայի դեմ պայքարում մի պատված Հունանյանի ընկնելու պահին, որ կարող է Վարկասին է, որ Բլնդոյանը դիպել է Հունանյանին, բայց ոչ, իհարկե առաջին գործողությունը դարպասապայ, եթե նույնիսկ խախտել է խաղի կանոնները, դա իհարկե 11 մետրանոց չէ, առաջին գործողությունը դարպասապայ գնդակի հետ իրականացեց, հետո եթե կրկնում եմ իհարկե հարցական է այդ իրավիճակը, բայց եթե նույնիսկ դիպավ Հունանյանին, ապա դա 11 մետրանոց չէր։ Գլորում է գնդակը Ֆլամենգոն, Մոսյան, շատ լավ էր նկատել Հուանյանին ու կատարեց այդ փոխանցումը Հակոբյան, բայց ես իսկ նետի այո Միլանը ուժեղ ստացվեց։
Այս փոխանցումը Ամատ գլորում է գնդակը Խալացյանը Բաբախանյանի ուղղությամբ ստանում պատասխան փոխանցումը նրանից դեպի կենտրոն Ջուլիկյանի ուղղությամբ Ուցե հարվածի Ջուլիկյանը թույլ է ստացվում Ջուլիկյանի կատարած հարվածը Մոսյան Այստեղ Ջուլիկյանն է պայքարում, բայց մնաց գնդակով Մոսյանը հետո կորցրեց երկու մրցակցի դեմ պայքարում Խալացյան ու այո խախտել է Մոսյանը խաղի կանոնները, բայց ոչ թե այս դրվագում այլ միջև այդ էր խաղի կանոնների խախտումը տեղի ունեցել Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կբերի Միլանի ֆուտբոլիստերին թիմի հավաքի Էրիկ Հունանյանն է գնդակի մոտ կամ մրցավարի Սուլիչը Հունանյան բարձր է ստացվում հարվածը Հունանյանի կատարած Սարգսյան Դեպի օրատիլն հեռացման փորձ, բայց այստեղ Միլանը կրկին խլում է դաշտի միջին հատվածում գնդակը մրցակցից Հունանյան Սա փոխանցում էր, բայց Հակոբյանը կրայել էր Հունանյանի փոխանցման ճանապարհը ու կանգնեց գնդակի ճանապարհին Ջուլիկյանն էլ վերականգնում է գնդակը Միլանի ֆուտբոլիստերի համար Բաբախանյան նորից Ջուլիկյան վտանգավոր գրող Հունանյան Փոխանցում այստեղ ու հեռացնում է հիմա էլ Հայկա Զոհանյանը գնդակը ինչ իրավիճակ է հիմա Ֆլամենգոյի Տուգանային հրապարակում, բայց Կարողացան արագով նորոշվել Ֆլամենգոյի պաշտպանները ու գնդակը հեռացնել եսից նետում է Միլանը Խալացյան գեղեցիկ գործողություն էր սա հարվածի փորձ էր, բայց շեղությամբ ստացվեց Խալացյանի կատարած հարվածը այս իրավիճակում ու Բլնդոյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Երկար փոխանցում առաջ Լեքսո Սահակյանն առաջինն է արձագանքում գնդակին եւս մեկ հարված կտեսնենք Ֆլամենգոյի դարպասից Սարգսյան Երկար փոխանցում, բայց Ահմադը շատ հաջող գործեց այս իրավիճակում Հունանյան ու մնաց այո, մնաց գնդակը, մնում է գնդակը Ֆլամենգոյի մոտ այդ իսկ պատճառով այստեղ խախտում չնշանակեց մրցավարը, իսկ հիմա արդեն հակագրող կտեսնենք Միլանից, կտեսնենք այո Խալացյան, բայց դանդաղեց Խալացյանը ճիշտ է արդեն խաղի կանոնների խախտում կար հիմա առաջին դեղին քարտն ենք տեսնում այս խաղում այն իր գլխավերևում տեսնում է Սուրեն Մոսյանը խաղի կանոնները խախտելու համար այս իրավիճակում Եվ ստանդարտի խաղարկումը տեսնենք Ջուլիկյան Գլորեց գնդակը դեպի Բաբախանյանը, դեպի ետ Յոնուս Ամատ Խալացյան կազախից Հունանյանի ոչ, Դուրյանի տարբերակը, բայց չկատարեց փոխանցում հիմա դեպի Հունանյաններ ուղղված գնդակը չհասավ, իսկ Նելսոն Հարությունյանը զարգացնում է արագություն աչի եզրով, բայց արդեն երկու մրցակցի դեմ է պայքարում Հարությունյանը հենց Հարությունյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Զահակյան Ջուլիկյան Քիչեր մնում արդեն կորսեր գնդակը Միլան այո Ջուլիկյանի փոխանցման ճանապարհը փակվեց ու մի փոքր
այսպես ասած լավ չդիպավ Ֆլամենգոյի ֆուտբոլիստը գնդակին, այլապես հակագրողը անխուսափելի էր, այնպես չէ հակագրողի կարիք կար անմիջապես կարող է նաև հարված հետևել դարպասի ուղղությամբ, այդպիսի տարածությունում հետ Միլանը գնդակը կորցնում։ Մոսյան հաջող է, շատ հաջող է պաշտպանվում Սուրեն Մոսյանն այս իրավիճակում։ Ես իսկ նետելու եմ Միլանը։ Դուրյանն է կատարում Եսրային նետումը դեպի Սահակյանը, առաջանում է Սահակյանը, հերվից է հարվածում Սահակյանը, բայց Բլանդոյանը խնդիր է չունեցավ այստեղ գնդակին տիրելու գործում։ Երկար փոխանցում առաջ, հիմա երևում է արդեն ակնհայտ, որ թիմերը ավելի շատ զգուշավոր ֆուտբոլ են փորձում խաղալ խաղադաշտում, քան բաց ֆուտբոլ առաջարկել մեկը մյուսին, ավելի շատ իհարկե փորձում են շեշտը դնել պաշտպանության վրա, քանի որ քիչ ժամանակ է մնացել հանդիպան ավարտին, 6 րոպե խաղաժամանակ ու իհարկե ցանկացած դարպասի գրավում, որը կարող էր հիմա տեղի ունենալ Ֆլամենգոյի կատարմամբ արդեն կարող է հաղթական գնդակ լինել, եթե կողմերից որևէ մեկը հասնի հաջողության, ապա բավական քիչ ժամանակ խաղաժամանակ կմնա Գնդակ չկա։ մյուս ակումբին։ Այո, թիմերը իհարկե փորձում են հիմա ավելի շուտ բաց չթողնել, քան հեղինակել երկրորդը։ Հունանյան այստեղ Բաբախանյանը ջուս տվեց, բայց չգնաց այդ ուղղությամբ, Հունանյանն էլ արդեն հայացքով դեպի գնդակներ ուղղվելու չնկատեց, որ խաղընկերը չի շարժվում այդ ուղղությամբ։ Բլանդոյան փոխանցում է կատարում դեպի Աչեզեր։ Օհանյան շատ գեղեցիկ գործողություն, Օհանյանից լավ էլ հարված կատարեց, բայց այստեղ Ղազարյանը վերցնում է Օհանյանի կատարած հարվածը, նետում այն Հունանյանին, ունի տարածություն Հունանյանի իր առջև, բայց արգելակեց մի պահ դեպի կենտրոն է ուղարկում գնդակը, Խալացյան կա կրկին Հունանյանի տարբերակը, ես իսկ նետի Միլանը փակվեց նաև Հունանյանի փոխանցման ճանապարհը այս իրավիճակում։ Եսրային նետում իրականացված է Ջուլիկյան։ Հաջող գնդակի խլում իրականացեցին Ֆլամենգոյի ֆուտբոլիստները եւ հակագրոհում է հիմա Ֆլամենգոն Դավիթ Սարգսյան դեպի Օհանյանը ճիշտ է արդեն Դուրյանը հասցրեց մաքուր գործել այս իրավիճակում եւ նետվում է առաջ Միլանը Հունանյան 4-3-ի դիմաց, բայց արդեն Ֆլամենգոյի ֆուտբոլիստները վերադասավորվեցին, իսկ Հունանյանի հարվածը թույլ ստացվեց, ամեն դեպքում անկյունային այո վաստակեց Միլանն այստեղ դիպավ Հունանյանի հարվածից հետո գնդակը Ֆլամենգոյի ֆուտբոլիստին ու անկյունային հարված Միլանը վաստակում է այս իրավիճակում Եվ անկյունայինի խաղարկումը տեսնենք Հունանյանի փոխանցումը կա ահմած վտանգավոր իրավիճակ է, բայց հեռացված է գնդակը ու Նելսոն Հարությունյանն այստեղ է Հարությունյան հարված ու շեղությամբ է ստացվում Հարությունյանի հարվածը կարծում եմ շտապ է շիշտ է սուր էր անկյունը Հարությունյանի կատարած հարվածի ժամանակ կարող էր մի պահ դադար վերցնել ու նոր հետո արդեն իհարկե կայացնել իր որոշումը, բայց կարող է հակառակ պատկեր է ստեղծվել ու գնդակը կորցնել Նելսոն Հարությունյանը Մնա Վերջի րոպեն է մեկտարկում հանդիպման Ջուլիկյան Հունանյանի հետ պատխաղարկումը գեղեցիկ ստացվեց շարունակությունը տեսնեք ինչպես է ստացվելու ուղարկում է գնդակը Խալացյանին կրունկով դեպի Դուրյանը վերջին ուժերն է Միլանը ներդնում այս հանդիպման մեջ, բայց այստեղ էլ Դուրյանը եթե ընդուներ գնդակի հետո շարժվեր առաջ ավելի նպաստավոր դիրքում կհայտնվեր, իսկ ինչ այստեղ Օհանյան Նելսոն Հարությունյանը կարող է հաղթել Ֆլամենգոն այս խաղում, բայց փրկում է Հովհաննես Ղազարյանը Միլանին այս իրավիճակում իսկապես շատ մոտ էր Ֆլամենգոն վերջին րոպեի դրությամբ առաջ անցնելու հաշվի մեջ, բայց շնորհանք Միլանի դարպասապահ Հովհաննես Ղազարյանն է ով պաշտպանում է Միլանի դարպասը իսկապես գեղեցիկ սեյվ կատարեց այս իրավիճակում
Հովանես Ղազարյան աննարիք փայելով դարպասը եթե խփեն իմ Ֆլամենգոն ապա 99%-ով իհարկե հերթական 3 միավորով կհեռանալ։ Ճիշտ է դեռ ժամանակ կա, բայց հիմա անկյունային իրականացնի հակառակ եզից Ֆլամենգոն Միլանը այնպես չէ որ դեռ պարտվել է կամ դեռ ոչ ոքի ավարտել այս հանդիպումը երկու կողմերն էլ կարող են իհարկե մեկ վերջնական գրոհ իրականացնել ու հեռանալ խաղադաշտից 3 միավորով, բայց հիմա ավելի լարված իրավիճակ է Միլանի համար, քանի որ անկյունային իրականացնում է Ֆլամենգոն, փոխանցումը կա, Ջուլիկյանը հեռացնում է գնդակը, Հունանյանը կհասնի այս գնդակին ոչ շատ ուժեղ ստացվեց ու վերջ հանդիպումը հենց այստեղ էլ այո ավարտվեց 1-1 թիմերը փոխանակվեցին մեկական խփած գնդակներով ու վաստակեցին իրենց հերթական միավորները այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճ դադար է որից հետո կշարունակենք